Ողջույն սիրելի հայրենակիցներ, Ինֆոզոն փոդքասթի հերթական թողարկումն է եւ ես Արևիկ Ռուստամյանն եմ։ Այսօր մեր հյուրը Հրազդանի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ավետիս քահանա Մակարյանն է։ Օրհնեցեք Տերեր ջան։ Աստված օրհնի ձեզ։ Ինչպե՞ս եք։ Շնորհակալ եմ շատ լավ։ Դուք։ Ես էլ եմ լավ, շնորհակալ եմ։ Տերեր ջան, ուզում եմ այսօր խոսենք ավագ շաբաթվա մասին։ Շատ բարի։ Ինչ է ավագ շաբաթը։ Ավագ շաբաթվա մասին խոսելիս նախ եւ առաջ պետք է հասկանանք, թե ինչի մասն է կազմում ավագ շաբաթը եւ ինչ խորհուրդ ունի եւ առհասարակ բնականաբար ավագ շաբաթը կապված է մեծ պահքի հետ։ Այո։ Պահքը առհասարակ քրիստոնյայի կյանքում շատ կարևոր դեր եւ նշանակություն ունի։ Այսօր մեր հասարակության մեջ էլ երբ որ մարդկանց հարցնենք պահքի մասին, պետք է ասեն մեծ պահք։ Բայց քրիստոնյայի կյանքում եւ քրիստոնեական ծիսական տարվա ընթացքում պահքի օրեր են տարվա գրեթե կեսը։ Օրապահքեր, շաբաթապահքեր եւ բնականաբար մեծ պահքը։ Բոլորս գիտենք, որ մենք մեծ պահքի ընթացքի մեջ ենք եւ ավարտեցինք արդեն իսկ եւ գտնվում ենք ավագ շաբաթվա խորհրդի մեջ։ Պահքը քրիստոնյայի կյանքի համար մի ընթացք է, մի ժամանակաշրջան եւ ժամանակահատված է, երբ որ մարդ անցնելով այդ խորհրդի միջով ավելի է զորանում հոգևոր առումով, ավելի է մտերմանում Աստծուն եւ տկարացնելով իր մարմինը զորացնում է հոգին։ Պահքը մի շրջան է, երբ որ մարդ պահեցողության ընթացքին զրկում է իրեն կենդանական որոշակի կերակրատեսակներից, այսինքն ճնշում է, տկարացնում է մարմինը եւ զորացնում է հոգին։ Ինչպես է զորացնում հոգին, առաջին հերթին աղոթքով, հոգևոր ընթերցանություններով, բարի գործերով եւ մեծ պահքը նպաստում է հենց այդ հոգևոր աճմանը, երբ որ մարդ ավելի է անդրադառնում իր ներքին կյանքին, իր ներքին փոխհարաբերությանը իր Արարչի հետ, ինչպիսի կյանքի ընթացք է ապրում, ինչպիսի մեղքեր ունի, ինչպիսի բացթողումներ եւ թերություններ ունի եւ վերանայման, ինքնակննման ճանապարհով կարողանում է մի իրավիճակից հասնել մի այլ հոգևոր իրավիճակի։ Մեծ պահքը ավարտվում է ծաղկազարդի կիրակիով եւ առհասարակ մեծ պահքը իր բոլոր կիրակիներով ունի տարբեր խորհուրդներ, որոնք որ նպաստում են մարդու հոգևոր աճին։ Ավարտելով մեծ պահքը քրիստոնյան մուտք է գործում ավագ շաբաթվա խորհրդի մեջ։ Իսկ երբ է տոնվում ավագ շաբաթը Տերեր ջան։ Ավագ շաբաթը կամ չարչարանած շաբաթը նախորդում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնին։ Այսինքն մեծ պահքը իր հոգևոր ճանապարհորդությամբ մարդուն բերում, հասցնում է մի հանգրվանի, որից որ սկսվում է ամենակարևոր, ծանրաբեռված, այսպես խորհրդավոր շաբաթը, որին որ մենք անվանում ենք ավագ շաբաթ, որն էլ իր հանգուցալուծմանը հասնում է Սուրբ Հարության կամ Սուրբ Զատկի տոնով։ Սուրբ Զատկի տոնին նախորդող շաբաթը, ինչպես նշեցին, կոչվում է ավագ կամ չարչարանած, որովհետև պատմում է Հիսուս Քրիստոսի երկրավոր կյանքի վերջին շաբաթվա իրադարձությունների մասին։ Եվ հոգևոր առումով ամենախորհրդավոր, ամենածանրաբեռված շաբաթն է, որը որ քրիստոնյան անցնելով կարծես թե մասնակից է դառնում Քրիստոսի հետ մեկտեղ, նրա հետ միասին քայլում է, շարժվում է այն ճանապարհով, որը որ Քրիստոս ապրեց, քայլեց, առաջնորդվեց իր երկրավոր կյանքի ընթացքում եւ ի վերջո խաչը բարձրացավ եւ հարություն առավ։ Ինչ խորհուրդ ունի Տերեր ջան ավագ շաբաթը։ Ինչպես որ շաբաթը ինքնին կոչվում է ավագ մեծ շաբաթ կամ չարչարանած շաբաթ, ավագ շաբաթվա յուրաքանչյուր օրը եւս կոչվում է ավագ։ Ավագ երկուշաբթի, ավագ երեքշաբթի, ավագ չորեքշաբթի, ավագ հինգշաբթի, ուրբաթ եւ շաբաթ եւ արդեն հարության տոնը։ Ավագ երկուշաբթի օրը մեզ պատմում է ավետարանական այն պատմությունը, որը որ կապված է Հիսուս Քրիստոսի դեպի Երուսաղեմ ճանապարհի մասին։ Երբ որ Քրիստոս ճանապարհին հանդիպեց մի թզենու ծառ եւ Քրիստոսի խոսքով թզենին չորացավ։ Եվ հաճախ կոչվում է նաեւ
թզենու երկուշաբթի եւ պատմում է այդ իրադարձությունը խորհուրդը նպատակ ունենալով, որ դեպի Աստծո ճանապարհ ընկած այդ հատվածում յուրաքանչյուր մարդ պետք է պտուղներով հարուստ լինի, այսինքն Աստված մարդուց ակնկալում է պտուղ եւ մենք պետք է ուրեմն չնմանվենք այդ թզենուն, այլ պետք է պտուղներով հարուստ լինենք եւ կարողանանք մատուցել մեր այդ պտուղները, որը որ մեր առաքինություններն են։ Ավակ երեքշաբթին իր խորհրդով ավելի այսպես մի փոքր գեղեցիկ եւ խորհրդավոր է, որովհետեւ ավակ երեքշաբթի օրը հիշատակությունն է 10 կույսերի առակի, որը որ եւս մեկ պատմություն է, որը որ Քրիստոս պատմեց եւ ներկայացրեց մի առակ, որի մեջ 10 կույսեր դուրս էին եկել Փեսային դիմավորելու եւ իրենց հետ վերցրել էին ճրակներ։ Նրանցից 5-ը իմաստուն էին, քանի որ հավելյալ այսպես պահեստային ճրակի համար յուղ ունեին, ձեթ ունեին իրենց հետ, իսկ 5-ը հիմար են բնորոշվում Սուրբ գրքում, որովհետև չեն մտածել, որ կարելի է իրենց հետ պահեստային ձեթ ունենային։ Եվ երբ որ Փեսան գալիս է, նրա այդ հարսանիքի սրահ մտնում են միայն նրանք, ովքեր որ պատրաստ էին նրան դիմավորելուն, իսկ նրանք, ովքեր որ պատրաստ չգտնվեցին, դուրս մնացին հարսանյաց արարողությունից։ Այսինքն ավակ երեքշաբթի օրվա խորհուրդը հետևյալն է, որ մշտապես մենք պետք է պատրաստ լինենք Փեսայի, այսինքն Հիսուս Քրիստոսի գալստյանը, որովհետև չգիտենք օրը եւ ժամը, թե երբ պետք է գա, բայց մշտապես մեր աղոթներով, մեր քրիստոնեական կյանքով պետք է պատրաստ լինենք, որպեսզի հանկարծակի դուրս չմնանք երկնային այդ ուրախության մեծ սեղանից եւ մեծ ուրեմն ճաշկերույթից։ Այսինքն դա նշանակում է Տեր ջան, որ ամեն պահ մենք պետք է ապաշխարած սպասենք Քրիստոսի գալստյանը։ Իհարկե, մշտապես քրիստոնյայի ճանապարհը պետք է լինի նաև ապաշխարության ճանապարհ։ Տեսեք, հայ առաքելական եկեղեցու 7 խորհուրդներից մեկը ապաշխարությունն է, որը որ կրկնվող խորհուրդ է։ Կան խորհուրդները, որոնք որ կրկնվող չեն, մեկ անգամյա են, օրինակ մկրտությունը, օրինակ ձեռնադրությունը, պսակադրության խորհուրդը, որը որ ինչ-ինչ հանգամանքներում նաև կարելի ասել կրկնվող, բայց հիմնական չկրկնվող խորհուրդներ են։ Բայց ապաշխարությունը, որը որ 7 խորհուրդներից մեկն է, դա մշտապես կրկնվող խորհուրդ է, որովհետև քրիստոնյան մշտապես մեղք գործում է եւ կարիք ունի մշտապես ապաշխարության։ Եվ ավակ երեքշաբթի օրվա խորհուրդը մեզ գալիս է ասելու, որ այո, մենք չգիտենք Քրիստոսի երկրորդ գալստյան օրը, բայց մշտապես պետք է ապաշխարենք, մշտապես պետք է աղոթական կյանք ունենանք եւ մեր առաքինի գործերով պատրաստ լինենք Քրիստոսին դիմավորելուն։ Ավակ չորեքշաբթի խորհուրդը իր մեջ պարունակում է երկու ուրեմն ավետարանական պատում եւ իրադարձություն։ Առաջին հերթին հիշատակությունն է Բեթանիայում Քրիստոսի ոտքերի օծման, այսինքն այն պատմությունը, երբ որ Քրիստոս Բեթանիա քաղաքում Սիմոնի տանը նստած մի կին մոտեցավ եւ թանկարժեք մի յուղի սրվակ բացելով օծեց նրա ոտքերը, այսինքն օծման հիշատակությունն է եւ նաեւ մատնության Հիսուս Քրիստոսի, որովհետեւ այդ օրն է, որ ինչպես ավետարանն է ասում, սատանան մտավ Իսկարիովտացի կոչվող Հուդայի սրտի մեջ եւ նա որոշեց մատնել, գնաց եւ մատնեց Քրիստոսին։ Այո։ Տարվա մեջ ամենածանրաբերված քրիստոնեական այսպես արարողություններով, հոգևոր արարողություններով եւ խորհրդով ամենածանրաբերված օրը դա ավակ հինգշաբթին է, որովհետեւ մի քանի այսպես խորհուրդների հաստատման հիշատակությունն է եւ իրադարձությունների հիշատակությունն է իր մեջ պարունակում։ Առաջին հերթին հենց պատարագի խորհրդի հաստատման հիշատակությունն է։ Մենք գիտենք ավետարաններից, որ Հիսուս Քրիստոս, երբ որ վերջին անգամ մուտք գործեց Երուսաղեմ քաղաք եւ պետք է արդեն մատնվեր, ձերբակալվեր, չարչարվեր, իր աշակերտներին ուղարկեց, որպեսզի մի վերնատուն սրահ պատրաստեն, որտեղ որ պետք է զատկական ընթրիքը ճաշակեր։ Եվ այդ ընթրիքի ժամանակ հիշում ենք, որ Քրիստոս վերցրեց հացը, բաշխեց իր աշակերտներին, կիսեց, բաշխեց իր աշակերտներին, ասաց, որ սա իմ մարմինն է։ Եվ գինին
փոխանցեց իր աշակերտներին ասելով. «Սա իմ արյունն է, ըմպեք դրանից եւ ճաշակեք դրանից, եւ ով որ ուտի իմ մարմինը, խմի իմ արյունը, ես նրա մեջ եմ, նա իմ մեջ»։ Այսինքն խորհրդավոր ընթրիքի ժամանակ հաստատվեց պատարագի խորհուրդը, որը որ Քրիստոսից հետո մշտապես առաքյալներից սկսած մինչև մեր օրը ամեն կիրակի եւ ամեն տոնին, երբ որ պատարագ է մատուցում, կատարվում է ի հիշատակ Քրիստոսի այս հաստատած խորհրդի։ Եվ ավագ հինգշաբթի օրը հիշատակությունն է հենց հաղորդության խորհրդի հաստատման, այսինքն այդ օրը Քրիստոս հաստատեց պատարագի խորհուրդը։ Եվ եկեղեցիներում կատարվում է առավոտյան մատուցվում է սուրբ եւ անմահ պատարագ։ Երեկոյան կատարվում է եկեղեցիներում ոտընլվայի արարողությունը։ Քանի որ հենց խորհրդավոր ընթրիքի ժամանակ ավետարանները մեզ պատմում են, որ Քրիստոս ծնկի եկավ, խոնարհվեց եւ լվաց իր աշակերտների ոտքերը։ Եվ նման օրինակությամբ այսօր հոգևորականները, քանի որ հոգևորականը ինքնին խորհրդանշում է Հիսուս Քրիստոսին, Հիսուս Քրիստոսի խոնարհության օրինակով եկեղեցական արարողության ձևաչափով, տեսքով կատարում են նաև ոտընլվայի արարողությունը։ Եկեղեցիներում քահանաները ծնկի են գալիս եւ լվանում են եկեղեցուն սպասավորող եւ իրենց համայնքում եղած 12 կամ առհասարակ այնքան մարդկանց ուրեմն ոտքերը, ովքեր որ պատրաստ են, մկրտված են եւ կարող են խորան բարձրանալ։ Ի նշան Հիսուս Քրիստոսի, ինչպես որ Քրիստոս լվաց աշակերտների ոտքերը, այնպես էլ քահանաները իրենց աշակերտների եւ համայնքի ուրեմն անդամների ոտքերն են լվանում։ Ոտընլվայի արարողությունից հետո եկեղեցիներում կատարվում է մի շատ խորհրդավոր արարողակարգ, որը որ կոչվում է խավարման կարգ։ Տեսեք, մենք գիտենք, որ եկեղեցական ժամանակացույցով այսպես երեկոյան ժամերկությունից հետո օրը փոխվում է եւ հաջորդ օրվա խորհրդի մեջ ենք մտնում։ Այսինքն չարչարանած այդ խավարման կարգը ինքը ավագ ուրբաթի արարողությունն է, այսինքն Քրիստոսի չարչարանքների եւ խաչելության կարգն է, որը որ կատարվում է ուրեմն ավագ հինգշաբթի օրը։ Այսինքն ամբողջ արարողակարգը իր հոգևոր ընթերցանություններով, աղոթքներով, պատումներով, շարականներով մեզ պատմում է Քրիստոսի ձերբակալության, չարչարանքների եւ ի վերջո խաչելության ուրեմն պատմությունը։ Եվ մասնակից քրիստոնյաները իրենք էլ մասնակից են դառնում, կարծես վերապրում են, իրենց աչքի առաջ է տեղի ունենում այդ ամենը եւ ազդված այդ իրադարձություններով, ապրված այդ իրադարձություններով, կարծես մենք եւս Քրիստոսի հետ խաչը բարձրանում ենք։ Այսինքն սա հոգևոր մի իրականություն է, որը որ կարող է ապրել միայն ու միայն իրական քրիստոնյան, այն քրիստոնյան, որը որ հասկանում է, թե ինչ է կատարվում։ Այն մարդկանց համար, ովքեր որ չեն հասկանում, գաղափար չունեն, դա ուղղակի մի այսպես շարք է, որտեղ որ մարդիկ ընթերցում են, երգում են եւ այդպես շարունակ։ Բայց քրիստոնյայի համար, ճշմարիտ քրիստոնյայի համար սա ամենա այսպես դրամատիկ իրադարձությունները եւ պատումներն են։ Ավագ ուրբաթ օրը նաեւ հիշատակվում է Քրիստոսի ուրեմն թաղման արարողությունը։ Երբ որ եկեղեցիներում խորհրդանշական կերպով պատրաստվում է Հիսուս Քրիստոսի գերեզմանը, ծաղիկներով զարդարվում է խաչը եւ երեկոյան ժամերկության ընթացքում թափոր է տեղի ունենում, այսինքն այդ խաչը, որը որ խորհրդանշում է Քրիստոսի գերեզման եւ մահվան թափորը, մարդիկ տեսնում են եկեղեցիներում եւ բերում բազմեցնում են Սուրբ Խորանի առջեւ, որտեղ որ մարդիկ գալիս են, առնչվում են, համբուրում են եւ խորհրդանշական նաեւ ծաղիկը Քրիստոսի գերեզմանից մասունք որպես տանում են իրենց տները։ Ավագ շաբաթվա չարչարանած շաբաթվա այս առաջին հերթին ճակերտավոր նեգատիվ տխուր իրադարձություններին գալիս է հաջորդելու ուրախ իրադարձությունը, որը որ հանգուցալուծումն է, բարձրակետն է ավագ շաբաթվա։
Ինչպես որ ցանկացած գիշերին, ցանկացած ուրեմն մթին հաջորդում է արշալույսը եւ արեգակի պայծառ փայլը, այնպես էլ այս իրադարձություններին գալիս է մեզ ուրեմն բարձրացնելու, պայծառացնելու ավակ շաբաթվա ճրագալույցի պատարագը, որը որ խորհրդանշում է արդեն իսկ, քանի որ երեկոյան ժամերգությունից հետո է կատարվում, իր մեջ արդեն ունի հիշատակությունը Հիսուս Քրիստոսի հրաշափառ Սուրբ Հարության, այսինքն ավետիսը բարի լուրը փոխանցվում է, ճրագալույց, այսինքն ճրագ լուսանել, ճրագ վառել եւ մարդիկ այդ խորհրդով եկեղեցիներում ճրագներ են վառում, մոմ են վառում եւ նաեւ տանում են իրենց տները որպես Քրիստոսի հարության այդ լույսը որպես խորհրդանիշ եւ ավակ շաբաթվա ճրագալույցից հետո բնականաբար Սուրբ Հարության ուրեմն զատկական կիրակին է, որը որ տոնական պատարագով ազդարարվում է մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Սուրբ Հարությունը, ինչպես որ երբ որ յուղաբեր կանայք գնացին Քրիստոսի այցելության, այսինքն գերեզմանը այցելեցին, որպեսզի Քրիստոսի մարմինը օծեին, տեսան, որ քարը գլորված էր եւ հրեշտակները այնտեղ, եւ հրեշտակները նրանց ազդարարեցին ուրախ լուրը ասելով. «Ինչու եք ողջին մեռածների մեջ փնտրում, այստեղ չէ, այլ հարություն առավ»։ Այսինքն քրիստոնյայի ամբողջ ճանապարհը, մեծ պահքի ընթացքը եւ ավակ շաբաթվա չարչարանած շաբաթը իր բարձրակետին, հոգևոր առումով հաղթական բարձրակետին հասնում է Սուրբ Հարության տոնով, երբ որ մենք Քրիստոսի հետ նաև հարություն ենք առնում մեղքից, ապականությունից, չարի ծառայությունից, ինչպես որ Քրիստոս իր մահով հաղթեց մահվանը եւ մեզ կյանք պարգևեց, այնպես էլ մենք Քրիստոսի հետ նաև հաղթանակ ենք տանում մահվան նկատմամբ։ Ինչ առանձնահատկություններ կան ավակ շաբաթվա ընթացքում ծիսական առումով։ Տեսեք, ամբողջ ավակ շաբաթը կարելի է ասել առանձնահատուկ շաբաթ է ամբողջ ծիսական տարվա ընթացքում։ Եվ ամեն օրն էլ այսպես որոշակի տարբերություններ կան, թե մատուցման կերպի եւ թե բովանդակության եւ խորհրդի առումով։ Բնականաբար մենք ավակ շաբաթվա այսպես օրերը, երբ որ ներկայացրեցինք, խոսեցինք դրանց շուրջ, որոշակիորեն մենք ներկայացրեցինք, բայց առանձնահատկությունները հետևյալներն են։ Բնականաբար բոլորն էլ ինչ որ արարողություն կատարվում է, դա աղոթք է։ Բայց օրվա խորհրդին համահունչ բնականաբար ավակ շաբաթը ունի իր առանձնահատկությունը։ Առանձնացիսական առանձնահատկություններից պետք է նշենք հենց ավակ երեքշաբթի օրը 10 կույսերի հիշատակությունը, երբ որ եկեղեցիներում 10 աղջիկներ խորհրդանշական կերպով շապիկներ հագած, մոմերը իրենց ձեռքին խորհրդանշում են 10 կույսերին, որոնցից 5-ի մոմերը անջատվում են, երբ որ փեսան գալիս է եւ մյուս վառած մոմերով աղջիկների հետ, այսինքն կույսերի հետ մտնում են հարսանյաց սրահը։ Սա այսպես ժամերգության առանձնահատկություններից է։ Հաջորդ առանձնահատկությունը, որ կարելի է ասել, դա ուրեմն ավակ հինգշաբթի օրը առավոտյան պատարագը սկսվելուց առաջ ապաշխարողների արձակման կարգն է։ Երբ որ մեծ պահքը սկսվում է, առաջին չորեքշաբթի օրը կատարվում է մի կարգ, որը կոչվում է ապաշխարության հրավիրելու կարգ է, եւ որով որ մարդ մտնում է պահքի մեջ, եւ դրանից մարդ արձակվում է ավակ հինգշաբթի օրը առավոտյան ապաշխարողների արձակման կարգով, որը որ սաղմոսների ընթերցանություններ է, աղոթներ է, շարականներ է, որով որ մարդ ազատվում է, ուրեմն պահքի այդ ապաշխարության ընթացքից, արձակում է ստանում քահանայի կողմից։ Ծիսական առանձնահատկություն է նաև երեկոյան ոտմլվայի ժամանակ կարագի կամ յուղի օրհնությունը, որովհետև ինչպես որ ասացինք Քրիստոսի ոտքերը օծեցին, գլուխը օծեցին, յուղով նույն կերպ նաև իշատակ այդ իրադարձության կատարվում է կարագի օրհնության կարգ, օրհնվում են կարագները եւ մարդիկ օրհնված այդ յուղը տանում են իրենց տներ, խառնում են իրենց տան կարագին կամ յուղին, որով որ պատրաստում են ուտելիքներ, կերակուրներ, որպես օրհնություն, որպես մաս եւ բաժին եւ հիշատակություն այդ իրադարձությունից։ Ծիսական առումով նաև առանձնահատկություն են թափորները։ Տարվա մեջ լինում են տոներ, երբ որ թափորներ կազմակերպվում են մեծ տոներին,
բայց ավագ ուրբաթ օրը Քրիստոսի խորհրդանշական այսպես գերեզմանն է պատրաստվում, զարդարվում եւ մարդիկ Քրիստոսի այդ թափորը, երբ որ առաջնորդում են, պտտում են, կարծես մասնակից են դառնում ուրեմն Քրիստոսի թաղման արարողությանը։ Եվ առհասարակ բոլոր այս արարողությունները առանձնահատուկ են իրենց շարականներով եւ տարվա մյուս այսպես օրերին այդ նույն իրադարձությունները տեղի չեն ունենում։ Առանձնահատուկ է նաեւ ճրագալույցը, այն առումով, որ ամբողջ տարվա ընթացքում 2 անգամ կա մեր եկեղեցում ճրագալույց։ Երկուսն էլ Սուրբ Ծննդյան, Սուրբ Հարության տոներին նախորդող օրերը, որով որ մարդիկ մասնակցելով ճրագալույցի Սուրբ Պատարագին խորհրդանշական մոմերը, ճրագները վառելով իրենց տուն են տանում եւ տանում են բարի լուրը, 2 տոների բարի լուրը, Սուրբ Ծննդյան բարի ավետիսը եւ Սուրբ Հարության հրաշափառ Սուրբ Հարության հաղթանակի բարի լուրը եւ ավետիսը։ Առանձնահատկությունները ծիսական առումով շատ են, դրանց մասին շատ կարելի է խոսալ, բայց հիմնական առանձնահատկությունները կարելի է շեշտել նաև ժողովրդական, այսպես տոներին բնորոշող մեր բոլոր առհասարակ տոները ունեն նաև ժողովրդական երանգներ եւ ավագ շաբաթվա հանգուցալուծում է այսպես համարվող զատկական Սուրբ Պատարագը նաև առանձնահատուկ է նրանով, որ մենք տեսնում ենք այնտեղ օրհնված եւ ներկված հավքիթ, որը որ խորհրդանշում է հիմնականում մենք այսօր տեսնում ենք բազմերանգ, բազմազան գույներով ներկված հավքիթներ, բայց ճիշտ այսպես ավանդականը դա կարմիրն է, որովհետև խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի թափած կարմիր արյունը աշխարհի փրկության համար, մարդկության փրկության համար, եւ քանի որ հավքիթն էլ նման է երկրագնդին, այսպես խորհրդանշում է ամբողջ երկրագնդի համար, այսինքն մարդկության համար Քրիստոսի թափված արյունը, որը որ այսպես ավանդազրույցի միջոցով հասել է մինչև մեր օրերը եւ մենք էլ ժողովրդական այսպես սովորության համապատասխան տոնախմբում ենք հարության տոնը եւ կատարում ենք այդ առանձնահատկությունները։ Հիմնական առանձնահատկությունները, եթե շեշտենք, պետք է ասենք, որ առանձնահատկությունները եւ ծիսական են եւ նաեւ ժողովրդական են, ժողովրդական այսպես երանգներ ունեն։ Տերա ջան, ճիշտ ասած մի հարց էլ ուզում եմ տալ մեռելոցի հետ կապված, դուք այստեղ շեշտեցիք կարմիր ձուն, հիմնականում ուրախության հետ կապված կարմիր ձու են ներկում, այսինքն հարության տոնին, բայց այն ընտանիքներում, որտեղ կան նոր հանգուցյալներ, այդ ընտանիքներում ձուն ներկվում է, թե պարզապես սպիտակ են դնում։ Շատ ճիշտ նշեցիք, այսօր մեր օրերում մարդկանց մեջ մի տեսակ այսպես տարածված հավատալիք ինչ որ թյուր կարծիք կա կամ այսպես մոտեցում կա, որ տանը որ տվյալ տարին ննջեցյալ է եղել, սուք է եղել, կորուստ է եղել մարդկային, ձուն չեն ներկում։ Անմիջապես պետք է ասեմ, որ դա առհասարակ կապ չունի։ Այո։ Եվ նշանակություն չունի, խորհուրդ չունի իր մեջ։ Տեսեք, մենք ասում ենք, կարմիր ներկվում է ձուն, կարմիրը հիշատակ Քրիստոսի թափված արյան։ Ոչ միայն փրկagorցության խորհուրդ ունի, այլ նաև հաղթանակի խորհուրդ ունի, եւ կարմիրը հաղթանակի գույնն է։ Եվ դա բոլորիս է վերաբերվում։ Եվ վերաբերվում է միանշանակ բոլորիս։ Տեսեք, մեր հայոց պատմության մեջ մենք ունենք կարմիր վարդան։ Մեր Վարդան Մամիկոնյան, չէ, զորավարին բնորոշող այսպես մագդիր է կարմիրը, որը որ ոչ միայն նահատակության, այլ նաև հաղթանակի խորհուրդն ունի, որով որ մենք մեր նախնիները հաղթանակ են տարել մեր թշնամիների նկատմամբ, մեր հավատքի թշնամիների նկատմամբ եւ այդպես շարունակ։ Եվ հոգեվոր առումով կարմիրը հաղթանակ է ընդդեմ մահի, ընդդեմ չարի եւ ընդդեմ սատանայի։ Եվ բոլորը պետք է ներկեն, եւ այն մարդիկ, ովքեր որ իրենց առօրյա կյանքը բնականon ձևով անցկացրել են, եւ այն մարդիկ, ովքեր որ իրենց ընտանիքներում ունեն ննջեցյալներ։ Քանի որ Քրիստոս նաեւ այդ ննջեցյալների համար իր արյունը բոլորի համար է իր արյունը հեղել, բոլորի փրկության համար։ Դա ուղղակի այսպես թյուր տեղեկատվություն է, որը որ
կյանք է ստացել մեր հասարակության եւ մեր ժողովրդի մեջ։ Տեր ջան, շատ խնդրում եմ նաև ասեք, թե երբ է նշվում մեռելոցը, որովհետև նորից նույն ձևով մարդիկ սխալ օրեր են նշում։ Տարվա մեջ 5 եկեղեցական տաղավար, այսինքն ավագ մեծ տոներին հաջորդող օրերին կատարվում է մեռելոց հիշատակության կարգ։ Ինչու համար, որովհետև նախ այն հիշատակությունները, այն տոները, իրադարձությունները, որով որ մենք տոնախմբում ենք եւ նվիրված են, այսպես կարելի ասել, ապրողներիս, մենք ենք ապրում եւ տոնակատարում։ Այդ խորհուրդը նաև առնչվում է ննջեցյալներին, այսինքն Քրիստոս եւ ողջերի եւ ննջեցյալների Աստված է, եւ Քրիստոսի փրկությունը բոլորինն է, եւ ինչպես որ մենք ենք տոնախմբում, այդ իրադարձության խորհուրդը նաև փոխանցում ենք մեր ննջեցյալներին, ինչպես երբ որ մենք այցելում ենք նրանց շիրիմներին, աղոթք ենք անում, խնկարկում ենք եւ նաև նրանց հոգիների խաղաղության համար ենք դիմում Աստծուն։ Եվ տաղավար տոների հաջորդ օրերին մեռելոց հիշատակության օր է, այսինքն հիմնականում լինում է երկուշաբթի օր, բացառությամբ ուրեմն Սուրբ Ծննդյան տոնի, որովհետև Սուրբ Ծննդյան տոնը հունվարի 6-ը միշտ չէ որ կիրակի է լինում, ցանկացած շաբաթվա օր կարող է համընկնել եւ հաջորդ օրը մեռելոց է, իսկ մնացած 4 տաղավար տոները կատարվում են կիրակի օրերը եւ հաջորդող երկուշաբթի օրերը մեռելոց հիշատակության օրեր են, որը որ մեր ժողովուրդը պետք է հասկանա, որ իրենց հարազատներին այցելելու համար պետք է գնան մեռելոցին, այսինքն ինչի համար եմ սա ասում, որովհետև տարածված է մարդկանց մեջ տոնի օրը, բուն, ուրախ խորհրդի օրը, այսինքն կիրակի օրը կամ Սուրբ Ծննդյան օրը, կամ մեկ օր առաջ անգամ ճրագալույցի օրը Սուրբ Ծննդյան կամ Սուրբ Հարության գնում են գերեզմաներ, որը որ սխալ է, այսինքն տոնը դեռ տեղի չունեցած չկատարված չի կարելի տոնախմբել եւ այցելել, եւ առավել եւս տաղավար տոներին եւ առավել եւս Սուրբ Ծննդյան եւ Սուրբ Հարության տոներին գերեզման այցելել չի կարելի։ Դա ուրախության, հաղթանակի, բերկրանքի տոներ են, որոնք որ մարդ եկեղեցում առաջին հերթին պետք է մասնակից դառնա եւ տոնախմբի եւ այնուհետեւ իր ընտանիքում, իր հարազատական միջավայրում, այնուհետեւ հաջորդ օրը մեռելոց հիշատակության օրը, որը որ նախատեսված է ննջեցյալներին այցելության օր, այցելի եւ այդ ուրախ տոնի խորհուրդը փոխանցի նաեւ իրենց ննջեցյալներին։ Շնորհակալ եմ Տեր ջան եւ ձեր օրհնության խոսքը մեր հավատացյալներին։ Ես եմ շնորհակալ հրավերի համար, հետաքրքիր գեղեցիկ զրույցի համար եւ շատ կարեւոր, որովհետեւ մեր հասարակությունը մի փոքր էսպես չարաշահած չենք լինի եւ թերացած չենք լինի մեր խոսքի մեջ, եթե ասենք հեռացել է Աստծուց, բայց ի սկզբանե այդպես չի եղել։ Մեր ժողովրդի, մեր ազգի ամեն մի կարևոր քայլ, կարևոր սկիզբ եղել է եկեղեցում եւ ամեն մի նախաձեռնության մեջ եղել է Աստված։ Եվ շատ կարևոր է, որ նաեւ օգտագործելով մեծ պահքի շրջանը եւ արդեն իսկ ավագ շաբաթվա խորհուրդները, մեր ազգը, մեր ժողովուրդը ել ավելի մոտենա Աստծուն, ել ավելի մոտենա իր արարչին, ընդունելով, որ ոչ միայն իր Տերն է, արարիչն է, այլ նաև ծնողն է, հայրն է, ինչպես որ մենք մեր զավակներին հոգ ենք տանում, խնամք ենք տանում, այնպես էլ Աստված խնամք է տանում մեր յուրաքանչյուրի նկատմամբ։ Ամեն մի օրը Աստծո կողմից տրված մի պարգև է մեզ, մեծ պարգև է, որը որ մենք պետք է օգտագործենք նմանվելու համար մեր արարչին։ Աստծո օրհնությունը, բյուր օրհնությունը մեր ազգին, մեր ժողովրդին, մեր հավատացյալներին, ամենքիս, աղոթում եմ, որ Աստված իր օրհնությամբ, իր հարության մեծ հաղթանակով հաղթանակ բերի նաև մեր ժողովրդին, ընդդեմ մեր ուրեմն թշնամիների, մեր հոգևոր թշնամիների առաջին հերթին, ընդդեմ սատանայի։ Աստծո օրհնությունը, Սուրբ Հարության բարի բերկրանքը եւ հաղթանակը մեզ ամենքիս։ Աստված պահապանձես։ Շնորհակալ եմ Տեր ջան։ Աստված օրհնի ձեզ։ Սիրելի հայրենակիցներ, եթե ձեզ դուր է գալիս մեր հաղորդման ձևաչափը, կարող եք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին, սեղմելով լայքի կոճակը, որպեսզի բաց չթողեք մեր հաղորդումները։